նիստը գումարվել է եւ ըստ էության Գրանցամադյանում նշում է արվել, որ նիստը չի փակվում։ Տիգրան Ղազարյանը պատճառաբանում էր Գյումրու համայնքապետարանից ինչ որ գրության պատասխանի է սպասում եւ գրության պատասխանը ստանալուց հետո, որ նոր ուղարկել է համայնքապետարանը, անմիջապես պիտի 2 ժամվա ընթացքում նիստ գումարի եւ համապատասխանաբար մանդատը փոխանցի։ Բայց նմանատիպ պայմանավորվածությունն արդեն երրորդ դեպքն է, որ տարբեր պատճառաբանությամբ մի անգամ քավորման բացակայություն նշեցին ժամկետները խախտելուց հետո, երեկ էլ ասեցին, որ նիստը չի փակվում եւ համապատասխանաբար այս հանձնաժողովի Գրանցամադյանում այդ մասին նշված է, որին ասում են նիստ, այո, որ ինչի համար, որովհետև Գրանցամադյանները այստեղ է, բնականաբար Գրանցամադյանում նշում է կատարել, որ նիստը բաց է մնում, այնքան ժամանակ, որպեսզի կարողանան մանդատի փոխանցումն իրականացնեն։ Ամբողջությունը սա է, եւ այդ գրությունը տարբեր իրարամերժ հայտարարություններ արեց պարոն Ղազարյանը, չգիտեմ, ստում էր միտումնավոր էր ստում թե միամտաբար։ Ես գտնում եմ, որ ըստ էության օրենքի խախտում է թույլ տվել ինքը եւ իր լիազորությունը, ուղիղ լիազորությունը չի իրականացնում, այսինքն բոլոր ժամկետները խախտված են եւ ինքը խուսափում է ինչ նկատառումներից ելնելով համապատասխան իր լիազորություններն իրականացնի եւ տարբեր ինչ որ փաստաթղթային պատճառներ է բերում, որոնք ոչ իրավական են, տարբեր պատճառներ, որոնք ընդհանրապես օրենքի հետ աղերս չունեն։ Հիմա հաջորդ քայլը ձեզ ինչ է ասել, ինչ է խոստացել, ինչ պետք է անենք։ Եթե նիստը փակված չէ։ Նիստը փակված չլինելու դեպքում ասել է, երբ որ ստանամ համապատասխան քաղաքապետարանի, այսինքն համայնքապետարանի ուղղված գրությունը, դրանից հետո պարտավորվում եմ անմիջապես 2 ժամվա ընթացքում նիստ գումարել։ Ասելով չի ստացել համայնքից։ Չի ստացել, բայց այս պահին հենց հիմա ճանապարհին է համապատասխան համայնքի կողմից հաստատված փաստաթուղթը, որը հենց այս պահին մուտք կագրվում է այստեղ հանձնաժողով, որպեսզի 2 ժամը պարոն Ղազարյանի ասած մտնի ուժի մեջ։ Այո, սա համայնքապետարանի կողմից տրամադրված թուղթն է, որ նոր պաշտոնապես ինչ է գրած, որ դրված է ի պատասխան մեր գրության, որով պահանջել են համապատասխան պատասխանը, որ նոր ինչ որ փոստի միջոցով չի եղել, որ նոր կնիկված է այո, եւ այստեղ գրված է, որ բնականաբար հանձնաժողովի իրավասությունների մեջ է եւ հանձնաժողովը պետք է իր իրավասություններն իրականացնի։ Հաջորդ մանդատը տրամադրից է։ Մենք այլ հարց պես բարձրաբանենք էլի, ես ոնց հասկանում եմ Նարեկը դրանից տեղյակ է։ Առաջի անգամ, երբ որ այս մասը խնդրում եմ բարձրաբանի, որ բոլորը հասկանան։ Երբ որ համայնքի ղեկավարը Վարդան Ղուկասյան կազմել է արձանագրություն, ելնելով դիումի վրա, հիմնվելով դիումի վրա։ Պարոն Բադալյան, հա? Բադալյան։ Հիմա մյուս օրը հաջորդ օրը ուղարկվել է թե չի ուղարկվել։ Ուղարկվել է, հանձնաժողովը ստացել է համապատասխան արձանագրությունը։ Ստացել են։ Անպայման ստացել է հանձնաժողովը արձանագրությունը, դրանից հետո նիստը չի գումարել, մանդատը չի փոխել։ Արձերն է, հա, այդտեղ տրվել։ Այո, վերել մուտքագրվել է այստեղ։ Վերել մուտքագրվել է եւ մենք փաստ արձանագրենք, որ այս փոքր քաղաքում այս փաստաթուղթը Իսկ դուք հրատարած պահանջվեց 5 րոպե տեղափոխության։ Այո, որ հաջորդ օրը ուղարկվել է արձանագրությունը ստեղ ու ստացվել է համայնքից։ Հա, տեղյակ եք։ Ձեր ամեն ինչպես է։ Ալիսա, այսինքն հաջորդ օրը ուղարկվել է, ստացել եք դուք։ Այդ հաստատում եք։ Դրանք խնդրեմ, որ այդքան բան ուղարկի ասեք։ Ձեզ արդեն նկարել ենք, ձեզ դեմքը ծանոթ արդեն։ Ամեն այդքանը խնդրում ուղարկի sense ուղարկի տգեղ է։ Ես դրնից այս կողմ Լավ, ասեք որտեղ աշխատում։ Եվ աշխատանքային գրաֆիկ էլի, գուցե մինչև 10:24:00 աշխատանքի լինի հիմա պարոն Ղազարյանը, մենք չենք կարող։ Առասարակ ինքը ամեն օր գալիս է այստեղ։ Նիստը բացել է հրավիրեք նիստ։ Արձանագրությունն էլ այստեղ է։ Որ գրությունից։ Գրությունը այստեղ է։ Ես մի բան ասեմ։ Եթե հաջորդ օրը ստացել եք, խոշոր էլ ինչ ենք ստացում։ Խոշոր գրությունը ինչ ամեն ստալու արձանագրության մասին։ Այս գրության մասին։ Դուք լիազորված եք մուտքագրել, գրությունը հասավ։ Սա ես ուղղակի պարզաբանեմ, հա։ Ժորժ ջան։ Հենց հիմա մուտք արել։ Մուտք արել, հարգելի Ալիս։ Ո՞վ է բանը գործառնական քարտուղարությունը։ Չէ, պարոն Ղազարյան, յուրաքանչյուր մարմին ունենում է ինչ-որ դիումներ, Կեսից անջատես, այո, երևի դա հեսավորացել։ Հիմա ձեր մոտ ո՞րն է։
Նա զանգեք թող գա այս Ասեք ֆիքսի որ ով ստացել աթող լիազորեն ձեզ։ Ես մարդկանց ուղղակի բարձաբան եմ, հա, տպավորություն չլինի թե ինչ-որ բան ուշացվել է։ Հիմքը, որով պետք է այս արձանագրությունը կազմվել, ոչ թե սա է, սա գրագրություն է ուղղակի, խնդիր կա, խնդիր չկա, քննարկում է։ Հիմքը հաջորդ օրը ապրիլի 22-ին ուղարկված արձանագրությունն է համայնքի ղեկավարի, որը Ալիսան, որը քաղցրահող է հանդիսանում տվյալ պետական մարմնում, նույնպես նշում է, որ այո, ստացել ենք։ Այսինքն ամսի 22-ին երբ որ ստացել են, սկսել է հոսել 7 օրյա ժամկետը, որ պետք է իրանց հերթին արձանագրությունը կազմեին։ Սա ընդամենը հետագա այդ 2 օր հետո, որ տվյալ ավականու նախկին արդեն անդամը գրել էր, որ ուզում եմ շարունակել, դուրս գալ խմբակցությունից եւ այլն, այդ հարցի հետ կապված գրագրությունն է համայնքի ղեկավարի եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավարի միջև։ Այսինքն, այս երբ կգար, այսօր կգար կհասներ ստեղ, փոստի աշխատակիցը վաղը կբերեր 3 թե 10 օր հետո, մեր խոսացած թեմայի հիմնական մասի հետ սա կապ չունի։ Այսինքն սրա ուշ հասնելը որևէ կերպ նոր ժամկետներ չի տալիս տվյալ մարմնին, վարչական մարմնին այդ արձանագրությունը կազմելու համար։ Բայց մենք տեսնում ենք, որ չեղած ինչ-որ բաներից, ըստ էության, չեղած փրփուրներից, հա, ոչ թե եղած։ Այս մարդիկ փորձում են կախվել աշխատանքի չգալով, փախուստի ըստ էության պարտականություն մեզնից չէ, իր պարտականություններից, իր դերից, իր գործառույթներից փախուստի դիմելով։ Վարդան Հակոբյան լրատվամիջոցներից էին զանգել են Ղազարյանին, Ղազարյանը ասել է, որ ես այսօր աշխատանքի չեմ գնալու, դրա անհրաժեշտություն չկա, ոչ մի նիստ, ոչ մի բան, այսինքն կարելի է հրապարակավ ասել, որ այդ մարդը աշխատավայից ուղղակի փախուստի է։ Իսկ երեք որ նիստ է եղել, դա 100% անոնց ինֆորմացիա է, չէ՞։ Դուք ներկա եք։ Այո, նիստին արձանագրվել է Գրանցամաջանում։ Ու այս հարցը քննարկվել է։ Այո, այս հարցը քննարկվել է, նիստը ասել է, որ բաց է մնում, նման ձևով էլ արձանագրվել է, մինչև այս բազաբանման, որն անիմացիայի ձեռքին է, քարտուղարություն մուտք անելը։ Որոնով այս պահին մենք պատրաստ ենք անելու Դու հեղախոսու սուտ եք խոսում նորը։ Եվ խոսք է տվել 2 ժամից մուտքագրել սպասենք 2 ժամ։ Պատասխանել է ոչ մինիստրի չեմ գնալու այսօր, չկա դրա անհրաժեշտությունը եւ այս։ Այսինքն հասկանում ենք, որ երեք հրավիրված նիստում լավ էլ հասկացել են, որ վերջի օրն է, ասենք աշխատանքային օրերի հաշվարկով, տեղական ինքնակառավարման մասին օրենքի 70-րդ հոդվածն էր, հարցը կարգավորում, այդ նորից ասում եմ, այդ ամենաերկար ժամկետով։ Ընտրական օրենսգիրքը ավելի կարճ է կարգավորումը տալիս։ Հասկանում էին, որ երեք վերջի օրն է, երբ որ պետքա արձանագրվեր, արձանագրություն կազմվեր, որ Կարեն Հրայրի Բադալյանի լիազորությունները մեր քաղաքը դաշինքի խմբակցության անդամ եւ առհասարակ Գյումրի համայնքի ավականում անդամի դադարել է։ Այդ արձանագրությունը պետքա ամենաուշերը կազմված լիներ։ Նիստը հրավիրել են, հարցը քննարկել են, խմբակցության ներկայացուցիչը, որը հաջորդում է համարով, Նարեկը պետքա փոխարինի, այսինքն մասնակցել է նիստին եւ ասել են նիստը ընդհատվում է, չի էլ ընդհատվում, շարունակվում է, ասենք հաջորդ օրը այսօր։ Ինչ որ այս թուղթն էին սպասում։ Մենք էսա նիստերի, խնդրում եմ, նկարեք այս սեղանն է, որտեղ նիստը ընթանում է, ինչպես տեսնում եք, նստած են ընտրական տարածքային հանձնաժողովի նախագահը, աշխատակիցները, մենք ուղղակի տեսողության այդ խնդիր ունենք, բայց իրականում իրանք նստած աշխատում են ստեղ, հեսա երևի արձանագրությունն է, ուր որայա կտան։ Էսա մոտավորապես աշխատանքային գործընթացը տվյալ վարչական մարմնում, երևի թե բան է, էլի, ինչ որ զարգացում կա տեխնոլոգիական, որը մենք չենք հասկանում։ Հիմա այս պահին արդեն, այս պահին Նարեկի ազգանունը Միրզոյան իրավունքը արդեն խախտված է։ Այս մարդը արդեն պետքա իր process-ը մանդատի ստանձնման սկսեր, որովհետև պետքա ունենար խմբակցությունը իր ձեռքում արձանագրությունը, որ դադարել են լիազորությունները մեկ ավականում, դրանով թափուր տեղի հանգամանքը կֆիքսվեր եւ ցուցակով հաջորդ համարը, որը Նարեկն է Միրզոյան, պետքա դառնար ավականի։ Եվ այս պայդրությամբ արդեն Նարեկին զրկել են իր տեղական ինքնակառավարմանը Գյումրու բնակչի քվեով մասնակցելու իրավունքից։
Ես պարզ ասեմ, որ գալիս էինք դեռ առավոտյան, երբ որ գալիս էինք ուղևորվում էինք Երևանից Գյումրի, շատ փոքր, բայց այնուամենայնիվ ինչ որ 1-2% հավանականությամբ մտածում էինք կարող է ամեն դեպքում աշխատանքային անփութություն է։ Ինչ-որ բան ճիշտ չեն արել, ինչ-որ բան չեն հասցրել, ինչ-որ բան սխալ է գնացել, լինում է մեր պետական մարմինները մեղմ ասած իդեալական չեն աշխատում։ Շատ քիչ, բայց այդ 1%-ը թողնում էինք։ Այս պահին կարող ենք արդեն 100% արձանագրել, որ ոչ մի պատահականություն չկա։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը իշխանությունների հետ համագործակցությամբ եւ թելադրանքով, բնականաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովի հովանու ներքո ըստ էության իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմնի գործնեության խափանման աշխատանք։ Այս անգործությունը մեր կարծիքով նաև վաղը կարող է ունենալ քրեաիրավական գնահատական, որովհետև եթե սրա արդյունքում հետևանքներ են լինում, խմբակցությունը զրկվում է իրավականու անդամից, ըստ էության տեղական ինքնակառավարումը խախտվում է, Գյումրու բնակչիկն խախտվում է այս միջամտության արդյունքում, մեր կարծիքով դա նաև հանցագործության հատկանիշները պարունակում։ Ու այս մենք այլ գործ ունենք, պարտավոր չենք գալ, չգիտեմ, երեք նիստը բացում ենք, այսօր չենք շարունակում, դիմեք կայքին, դիմեք լրատվական բաժին, այս դատարկ, փուչ, անհիմն, ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանությունները որևէ հարց չեն լուծելու եւ պատասխանատվությունից որևէ մեկին չեն ազատելու։ Թող բոլորը իմանան, այդ թվում պարոն Ղազարյանը, այսինքն ընտրական հանձնաժողովի ղեկավարը Տիգրան Ղազարյանը, որ այսօրով չի վերջանում, ոչ մեր կյանքը, ոչ գործնեությունը իր, ոչ որևէ մեկիս գործը չի վերջանում։ Այսինքն դուք բողոք հարգելու եք, որ քրեական վարույթ հարուցվի։ Մենք բոլոր իրավական մեխանիզմներով, ավականին նաև բնականաբար քաղաքական, իր գործը անելու է։ Այսօր չէ, վաղը չէ, մյուս օրը Տիգրան Ղազարյանը իր անգործության համար պատասխան տալու է։ Մենք այսօր նորից եկել էինք իրան հնարավորություն տալու, որպեսզի ինքը ընդհանրապես իր գործառույթները անի։ Այդ գործառույթները մենք չենք որոշել։ Օրենսդիրն է որոշել, ասելով, որ 7 օրվա ընթացքում դու այս հարցը պետք է լուծես։ Սա իր ընտրությունը չի, ինքը չի կարող որոշի դա 8-րդ օրը անի կամ ընդհանրապես չանի։ Եվ սրա հետևանքները, երբ որ լինում են այսպիսին, այսինքն ուղղակի աշխատանքային անփութություն չի, հա, ուղղակի աշխատանքային խնդրեմ չի։ Սրա հետևանքով խմբակցությունը ավականիա կորցնում։ Սրա հետևանքով Գյումրու բնակիչը չի հասնում իր ուզած տեղական ինքնակառավարմանը։ Այդ պատկերը չի ունենում։ Սա բերում է այն հետևանքներին, որ այո, մեր կարծիքով արդեն դառնում է հանցագործություն, այս անգործությունը։ Եվ նորից եմ կրկնում, սրա համար պատասխան է տալ յուրաքանչյուր ներգրավված մարդ, անկախ իր բերած այդ ճակերտների մեջ